Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-ի անալիքներում, Telegram-ի անալիքներում, TikTok-ի անալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, все мои видео, они сохраняются на все мои каналы. Instagram, YouTube, Facebook, TikTok, Telegram, Контакт. Подписывайтесь, дорогие мои, на мои каналы. Там много-много хороших и очень важных информаций для каждого из вас. Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они люди, которые понимают русский язык, разговаривают на русском. Дорогие мои подписчики, каждую субботу и воскресенье у меня на ТикТоке двухчасовой прямой эфир, где я отвечаю на ваши вопросы. Дорогие мои, вы можете писать ваш вопрос на русском. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ 2 ժամյա ուղիղեթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերի։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական։ Գիտեք, ինձ սիրելիներս, դուք կարող եք նաև այնպիսի հարցեր տալ, իմ ուղիղեթերները իրենք շատ յուրահատուկ ուղիղեթերներ են, ձեր վրա կա որևէ նեգատիվ, թուղթուգիր, անեծք, ես նման հարցերին նույնպես պատասխանում եմ։ Եթե ես զգամ, տեսնեմ, հասկանամ, որ ձեր խնդիրը կապված է որևէ տեսակի, որևէ բնույթի նեգատիվի հետ, ես դա նույնպես սիրելիներս կբարձրաձայնեմ։ Սկսում ենք մեր ուղիղեթերը, դուք եք սիրելիներս ակտիվ եղեք, ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, ձեր մեկնաբանությամբ, նման ձևով էլ դուք ինված հանձնած էներգիայի դիմաց ձեր շնորհքը, ձեր էներգիան կհանձնեք։ Սկսեցինք սիրելիներս։ Միհիրան 21 տարեկան ֆինանսական։ Միհիրան 21 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միհիրանի համար։ Սիրելի Միհիրան, ձեր տան վրա կա թուղթուգիր, ձեր տան վրա կա նեգատիվ, որի պատճառով դուք չեք կարողանում առաջ գնալ, ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, ձեզ թվում է թե դա ժամանակավոր է, ոչ, սիրելի Միհիրան, ձեր տան վրա, ձեր ընտանիքի վրա կա նեգատիվ, սիրելի Միհիրան, որը փակում է ձեր առաջխաղության ճանապարհը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Միհիրան, անտեղի, աննպատակ ժամանակ կորցրեք, բացեք այս
դռները, բացեք այս փակուղիները եւ ձեր կյանքի մեջ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Նարեի 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարեի համար։ Նարե 32 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Նարե, ոնց որ ձեր անձնականը փակված լինի, բայց մի վախեցեք, ցույց է տալիս, որ ճիշտ է կա խնդիրներ, սիրելի Նարե, բայց դուք արդեն այդ խնդիրներից դուրս եք գալիս, դուք այդ խնդիրները թողնում եք անցյալում եւ ձեր կյանքի մեջ, սիրելի Նարե, սկսվելու է անձնական երջանկության ժամանակահատվածը, լինելու է սեր, լինելու է երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի սրտիկների համար, Նազիկ 56 տարեկան, ֆինանսական, Նազիկ 56 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազիկի համար, Նազիկ 56 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ, սիրելի Նազիկ, ոնց որ ձեր մոտ մեկը երկուս չի դառնում, բայց մի վախեցեք, ճիշտ է կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց դուք մի վախեցեք, մի հիասթափվեք, դուք հնարավորություն եք ունենալու այդ ֆինանսական խնդիրներից ու դժվարություններից դուրս գալ եւ լավ իմացեք շատ արագ շուտապույտ դուրս գալու հնարավորություն է լինելու, սիրելի Նազիկ։ Շնորհակալ եմ։ Հերմինե 37 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, Հերմինե 37 տարեկան, սիրելի Հերմինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, նեղությունից դժվարություն է Սիրելի Հերմինե, դուք հաղթանակով դուրս եք գալիս, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում լինելու է առաջխաղացում։ Արմինե 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար, Արմինե 34 տարեկան, Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա տոհմական անեծք, եւ անձնական ոլորտն է խնդիրների մեջ եւ ֆինանսական ոլորտն է, սիրելի Արմինե, եթե այս նեգատիվը մնա նաեւ ձեր առողջական ոլորտում կլինի խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Արմինե, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, այժմ դուք փակուղու առաջ եք, այժմ դուք քաոսի մեջ եք ու չեք կարողանում այդ քաոսից սեփական ուժերով դուրս գալ, սիրելի Արմինե, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի մեջ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, սիրելիներս։ Աննա 34 տարեկան անձնական, Աննա 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Մանե 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար, Մանե 34 տարեկան,
Սիրելի մանե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա։ Եվ անձնական ոլորտն է խնդիրներով, և գործնական ոլորտը։ Սիրելի մանե, դուք ոնց որ ձեզ կորցրած լինեք, կա նաև հոգեբանական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Կարին, շնորհակալ եմ։ Էլեն 18 տարեկան անձնական։ Էլեն 18 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էլենի համար։ Սիրելի Էլեն, ձեր անձնական կյանքի մեջ ինչ-որ խնդիր է եղել, չի ստացվեց ձեր անձնական հարաբերությունը, դրա պատճառով դուք որոշակի տրավմայի մեջ եք հոգեբանական, բայց մի քվախեցեք, սիրելի Էլեն, ձեր կյանքի մեջ լինելու է այնպիսի իրավիճակ, որ դուք շատ ուրախ և երջանիկ եք լինելու և դուք նույնիսկ կարողանալու եք այս իրավիճակի վրա նույնիսկ ծիծաղով ու զարմանքով նայելու, սիրելի Էլեն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Գրում եք ձեր հարցը, գրում եք ձեր տարիքը, Նյուրա 27 տարեկան անձնական։ Նյուրա 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նյուրայի համար։ Սիրելի Նյուրա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր հարցի ոլորտը, մեկնաբանությունները, որ անընդհատ անցնում են, ես կարող եմ անմիջապես չպատասխանել։ Գրեք ինչ է ձեր հարցը, որպեսզի ես կարողանամ պատասխանել։ Գրած է ուղղակի Լևոն, ոչ տարիք կա, ոչ որևէ մի բան։ Շնորհակալ եմ, անչափահասներին չեմ նայում։ Շնորհակալ եմ։ Կարինե 60 տարեկան ընտանեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 60 տարեկան ընտանեկան։ Սիրելի Կարինե, ձեր ընտանիքի վրա կա նեգատիվ, ձեր ընտանիքի վրա կա մագիա, որի պատճառով ձեր ընտանիքի մեջ շատ խառնաշփոթ վիճակ է, անձնական խնդիրներ, առողջական խնդիրներ, ֆինանսական բարդություններ ու դժվարություններ։ Սիրելի Կարինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս թուղթուկրից, այս նեգատիվի տակից և ձեր ընտանիքի մեջ կլինի հաջողություն։ Լևոն 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի համար։ Լևոն 32 տարեկան անձնական։ Սիրելի Լևոն, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, սիրելի Լևոն, և կլինի անձնական երջանկություն։ Լիանա 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 23 տարեկան։
Սիրելի Լիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Դուք այնպիսի մեծ ընտրության առաջ եք կանգնելու եւ կարողանալու եք ամենալավ ընտրությունը կատարել։ Թամարա, 33 տարեկան, անձնական, ֆինանսական։ Թամարա, Թամարա, 33 տարեկան, անձնական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Սիրելի Թամարա, ձեր հայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, ձեր հայրական ազգի մեջ կա խնդիրներ, անձնական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, վաղաժամ մահեր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Թամարա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Անչափահասներին չեմ նայում։ Դավիթ, 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Դավիթ, 19 տարեկան, անձնական։ Սիրելի Դավիթ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա տոհմական անեծք, չկա անձնական, ոչ միայն անձնական դե փակված, սիրելի Դավիթ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ, եւ ֆինանսական, եւ գործնական, դուք ոչ որ ձեզի կորցրած լինեք, սիրելի Դավիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Գրում եք ձեր տարիքը, սիրելի Թամարա, չկա, քանի որ մարդու վրա կա նման իրավիճակ, չի լինի երջանիկ ամուսնություն, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, սիրելի Թամարա, չի լինի երջանիկ ոչ մի ամուսնություն, ոչ մի հարաբերություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Հասմիկ, 29 տարեկան, երբ տղա երեխա կունենաք։ Հասմիկ, 29 տարեկան, երբ տղա երեխա կունենաք։ Կա խնդիրներ, սիրելի Հասմիկ, ձեր վրա կա թուղթուկիր կա, ձեր վրա մագիա կա, որի պատճառով հնարավոր է, որ դուք չեք կարողանում ունենալ տղա երեխա։ Տղա երեխան դա ազգը շարունակելու միջոց է։ Սիրելի Հասմիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կլինի, որ դուք ունենաք տղա երեխա։ Փակված է ձեր հատկապես տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Շնորհակալ եմ լայքերի համար։ Նանե Կարեն, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նանեի եւ Կարենի համար։ Նանե Կարեն, ընդհանրապես սիրելի Նանե, սիրելի Կարեն,
Ձեր երկուսի վրա էլ կա նեգատիվ, որի պատճառով ձեր անձնականը քանդվում է, չկա էներգետիկա, չկա սեր, չկա միանալու հնարավորություն, սիրելի Նանե, սիրելի Կարեն, որպեսզի լինի սեր, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի սեր, նոր հնարավոր է որ լինի երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Արփի 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփիի համար։ Արփի 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Արփի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչի մասին որ երազում եք սիրելի Արփի, ձեր երազանքները կատարվելու է։ Դուք խնդիրներից այնպես արագ եք դուրս գալիս, որ եւ դուք եք զարմանալու եւ ձեր շրջապատի մարդ եք սիրելի Արփի։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Վանյա 20 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վանյայի համար։ Վանյա 20 տարեկան։ Սիրելի Վանյա, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներ կան, պրոբլեմներ կան, ինչ-որ վախեր կան, որ դուք չեք կարողանալու առաջ գնալ, բայց ոչ սիրելի Վանյա, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում սպասվելու է հաջողություն, ֆինանսական հաջողություն։ Շնորհակալ եմ։ Միսակ Հորոմսին, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միսակի եւ Հորոմսիմի համար։ Սիրելի Միսակ, սիրելի Հորոմսիմ, ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն, խնդիրներից կան խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեզ սպասվում է երջանկություն, ձեզ սպասվում է հաջողություն։ Շնորհակալ եմ։ Լիդա 40 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիդայի համար։ Լիդա 40 տարեկան։ Սիրելի Լիդա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը ամեն ինչ փլուզում է, սպասվում է փլուզում, սպասվում է խնդիրներ, սպասվում է քաոսի ավելի շատանալու եւ անկառավարելի դառնալու իրավիճակ։ Սիրելի Լիդա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի դուք կարողանաք այս փակուղուց հաղթանակով դուրս գալ։ Իրոք փակուղ է, սիրելի Լիդա։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների, սրտիկների համար։ Քրիստինե 43 տարեկան անձնական։ Քրիստինե 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչի համար որ պայքարում եք, դուք այդ բարձունքներին հասնելու եք, հաջողություններ ցույց տալիս, սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Հրաչ 35 տարեկան կմիանա կնոջ հետ թե ոչ։ Հրաչ 35 տարեկան կնոջ հետ կմիանա թե ոչ։ Ընդհանրապես այո, սիրելի, հրաչ ցույց է տալիս, որ հրաչը իր կնոջը կմիանա, այո, միություն կլինի, հրաչը իր կնոջը կմիանա։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Վահե Վարդուհի, միասին կլինեք թե ոչ։ Վահե Վարդուհի, միասին կլինեք թե ոչ։ Այո, սիրելի Վահե, սիրելի Վարդուհի, դուք եւ միասին կլինեք, նաեւ երջանիկ կլինեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Քրիստինա 20 տարեկան անձնական։ Քրիստինա 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինայի համար։ Ոնց որ ձեր անձնականը քնած լինի, սիրելի Քրիստինա, բայց մի քվախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, դուք ինչ երազանք նպատակել ունեք, դրանք կատարվելու են, ձեր անձնականը քնած վիճակից արթնանալու է։ Հաջողություններ ցույց տալիս ձեր անձնական ոլորտում, սիրելի Քրիստինա։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Հասմիկ 38 տարեկան ընդհանուր։ Հասմիկ 38 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հասմիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Իրինա 24 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Իրինա 24 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Իրինա։ Սիրելի Իրինա, ձեր վրա կա տոհմական անեծք եւ անձնական դեպակված եւ գործնական դեպակված։ Ինչ ձեր եք տալիս չի ստացվում, սիրելի Իրինա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լայքերի, նվերների ու սերտիկների համար շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ սիրելիներս, ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր մեկնաբանությունների, ձեր սրտիկների համար։
Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի պատասխանը, ոլորտը։ Լիդա, գրում եք ձեր տարիքը։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Նվեր Աննա, սերկա թե ոչ։ Նվեր Աննա, սերկա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելի նվեր, սիրելի Աննա, ձեր մեջ սեր կա եւ այս սերը քանի կնա, այնքան կշատանա, ավելի էմոցիոնալ դաշտը ավելի կշատանա, կասեր։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ ձեր նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Գեղեցիկ 36 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի գեղեցիկի համար։ Սիրելի գեղեցիկ, կա խնդիրներ, հատկապես ձեր անձնական ոլորտում, դուք հնարավորություն եք ունենալու որոշակի ձևով այդ խնդիրներից դուրս գալ, հաղթանակով եք դուրս գալիս։ Հատկապես ձեր անձնական ոլորտում է այդ պրոբլեմը։ Շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի 2 ժամը գտնում եմ TikTok-յան ալիքովի հետեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Շնորհակալ եմ։ Հասմիկ, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Հասմիկ, բայց դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, սիրելի Հասմիկ, դուք ունենալու եք հաղթանակներ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը։ Շնորհակալ եմ։ Նարինե 54 տարեկան աբագա։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Նարինե 54 տարեկան աբագա։ Սիրելի Նարինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում աբագայում սպասվում է հաջողություն եւ հաղթանակներ։ Սիրելի Նարինե,
Խնդիրներից դուրս եք գալիս, ձեր դեմ հասում է հաջողություն, հնարավորություն եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Դիանա 34 տարեկան ավագա, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Դիանա 34 տարեկան ավագա, սիրելի Դիանա, ցույց է տալիս, որ հատկապես ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ճիշտ է, մեծ հաջողություն չի լինելու, բայց կամաց դուք այդ ֆինանսական խնդիրներից կարողանալու եք դուրս գալ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ժաննա, աշխատանք, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ժաննայի համար։ Ժաննա, աշխատանք, ֆինանսական։ Սիրելի Ժաննա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է ձեր հաջողությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Ժաննա, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ռուզաննա Վրեժ, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տեզերքը։ Ռուզաննա Վրեժ, սիրելի Ռուզաննա, սիրելի Վրեժ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, հատկապես ձեր անձնական ոլորտում սպասվում է հաջողություն եւ հաղթանակ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Արտյոմ 34 տարեկան ավագա, Արտյոմ 34 տարեկան ավագա, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արտյոմ, կա խնդիրներ, սիրելի Արտյոմ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, որը ձեզ անընդհատ գցում է խնդիրների եւ պրոբլեմների մեջ, քանի գնա այդ խնդիրներն ու պրոբլեմները ավելի կշատանան։ Սիրելի Արտյոմ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի ձեր ապագայում լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, այս նեգատիվը, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, սիրելի Արտյոմ, որպեսզի լինի հաջողություն, անընդհատ խնդիրներ, անընդհատ պրոբլեմներ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Արմեն 31 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 31 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Արմեն։ Սիրելի Արմեն, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, որը բերեց ես կանգնեցրել է այդ խնդիրների, այդ պրոբլեմների առաջ։ Ինչին ձեր եք տալիս, սիրելի Արմեն, քանդվում է, փլուզվում է։ Դուք շատ մեծ խնդիրների մեջ եք, շատ մեծ պրոբլեմների մեջ եք, սիրելի Արմեն, ձեր մոտ վախեր կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվից մաքրվեք եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի,
Ռոզա 37 տարեկան անձնական Ռոզա 37 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոզայի համար Սիրելի Ռոզա ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն ինչի մասին որ դուք երազում եք սիրելի Ռոզա ձեր երազանքը կատարվելու է խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս եւ հաղթանակած հասնելու եք ձեր երազանքին, սիրելի Ռոզա։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Մարութ 26 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարութի համար։ Մարութ 26 տարեկան։ Սիրելի Մարութ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները խնդիրների, պրոբլեմների մեջ են։ Կլինի նաև խնդիրներ իրավական համակարգի հետ, սիրելի Մարութ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Անահիտ 52 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 52 տարեկան ֆինանսական։ Սիրելի Անահիտ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է շատ հնարավորություններ, որ դուք հնարավորություն եք ունենալու այդ ֆինանսական խնդիրներից դուրս գալ։ Ձեր դեմ բացվում է ճանապարհներ, սիրելի Անահիտ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ։ Շատ հնարավորություններ եք ունենալու եւ հաղթանակով այդ ֆինանսական բարդությունից ու դժվարությունից կարողանալու եք դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների ու լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Կարեն 41 տարեկան, տուն կունենաք թե ոչ։ Կարեն 41 տարեկան, տուն կունենա թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի։ Սիրելի Կարեն, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է ձեր տուն ունենալու հնարավորությունը, որպեսզի կարողանաք հաջողակ լինեք, որպեսզի կարողանաք ձեր սեփական տունը ունենալ, սիրելի Կարեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ դուք ունենաք ձեր սեփական տանիքը, սիրելի Կարեն, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Անահիտ 20 տարեկան անձնական, Անահիտ 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի
Անահիտի համար կա խնդիրներ, սիրելի Անահիտ, դժվարություններ, բայց մի վախեցեք, ճիշտ է ձեր կյանքի մեջ այնպիսի դրվագ է եղել, որ ոնց որ ձեր անձնականը չի ստացվել, մի վախեցեք, մի հիասթափվեք, սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, դուք ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Վաչական 25 տարեկան անձնական, Վաչական 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վաչականի համար։ Սիրելի Վաչական, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Նիկա 33 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Նիկա 33 տարեկան ընդհանուր։ Սիրելի Նիկա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ անձնական եւ գործնական բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, դուք մեծ հնարավորություններ եք ունենալու, մեծ բարձունքների եք հասնելու։ Շնորհակալ եմ։ Արմինե 45 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 45 տարեկան անձնական, սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր դեմ ասում է ճանապարհներ, ձեր դեմ ասում է հնարավորություններ, դուք հնարավորություն եք ունենալու ձեր անձնականը այնպես դասավորել, ինչպես ձեզ հարմար է, որի մեջ դու ձեզ զգալու եք երջանիկ, հաջողություն է ցույց տալիս սիրելի Արմինե։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Յանա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Յանայի համար։ Յանա 22 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Յանա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական կյանքի մեջ լինելու է շատ մեծ երջանկություն, ձեր կյանքի մեջ այնպիսի իրավիճակ է եղել, որ չի ստացվել ձեր անձնականը, սիրելի Յանա, ձեր կյանքի մեջ լինելու է երջանկություն, դուք ինչ երազանք նպատակ որ ունեք, Աստծո կամքով ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Գոհար 24 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 24 տարեկան ֆինանսական, սիրելի Գոհար, ձեր եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն, եւ ֆինանսական ոլորտում, եւ մասնագիտական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում սիրելի Գոհար լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, նվերների համար։ Շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը։
Դավիթ 23 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Դավիթ 23 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար, Դավիթ 23 տարեկան, կա խնդիրներ սիրելի Դավիթ, ձեր ֆինանսական ոլորտում, ձեր գործնական ոլորտում, սիրելի Դավիթ, խնդիրներ կան, բայց մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ, մի հիասթափվեք, առաջ գնացեք, այս տուրը չի բացվում, մյուս տուրը թագեք եւ կտեսնեք, որ կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Բալաբեկ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Բալաբեկի համար, կա խնդիրներ սիրելի Բալաբեկ, կա խնդիրներ, բայց նաև կա լուծում, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում ինչ պրոբլեմներ որ կա, սիրելի Բալաբեկ, դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից ազատվել, հնարավոր է նույնիսկ պետական ֆինանսական դռների հետ է խնդիրները, դուք կարողանալու եք այդ խնդիրներից ազատվել եւ դուրս գալ։ Շնորհակալ եմ սիրելի Բալաբեկ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Գրում եք ձեր անունը, ձեր անունները գրում եք լիարժեք, ոչ թե մականունն եք գրում, այլ ձեր անունները։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Հրաչ 28 տարեկան անձնական, Հրաչ 28 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հրաչի համար։ Սիրելի Հրաչ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, դուք ինչ երազանք որ ունեք, ձեր երազանքը կատարվելու է, հաջողություն է ցույց տալիս սիրելի Հրաչ։ Ճիշտ է, կա խնդիրներ, բայց դուք այդ խնդիրների վրայով հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Հրաչ։ Շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Շնորհակալ եմ։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Գոհար 19 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Կա խնդիրներ սիրելի Գոհար,
Կան խնդիրներ, սիրելի գոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Դուք ինչ երազանքներ ունեք, ինչ նպատակներ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Հերմինե 45 տարեկան, անձնական։ Հերմինե 45 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր ֆինանսականն է փակում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Հերմինե, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենս բարահոգեբանի ծառայությունը, իրեն նույնպես իրենց տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի տիկտոկյան իմ ալիքով 2 ժամով մտնում եմ ուղիղ եթեր։ Թող իրենք էլ միանան, իրենք էլ օգտվեն այս հնարավորությունից։ Շնորհակալ եմ։